2022 ինչու 2022 թվականից հետո ինչու այդ նույնը չկար 2021, 2020, 2019 թվականի մի պարզ պատճառով որովհետև այդ նույն մարդիկ, այդ նույն երկրները, որ մեզ զենք են վաճառել 2022 թվականից հետո, 2022 թվականից առաջ ասել են հետևյալը, որ մենք կներեք, ձեզ չենք կարա զենք վաճառենք երկու պատճառ են բերել։ Առաջին ասել են դուք հապկի անդամ եք, եւ մենք այս գաղտնի տեխնոլոգիական զենքերը չենք կարող ձեզ փոխանցել, որովհետև վստահ չենք եւ դուք այս տեխնոլոգիաները կարող եք փոխանցել հապկին եւ երկրորդ այս ամենակարևոր պատճառը չի եղել։ Երկրորդ պատճառը այն է եղել, որ մեզ ասել են մենք վստահ չենք, ավելին մենք վստահ ենք, որ դուք այդ զենքերը օգտագործելու եք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս։ Նկատի ունենալով Ղարաբաղի կոնֆլիկտը։ Այսինքն իրանք ասել են, որ Ղարաբաղի կոնֆլիկտի պայմաններում մենք ձեզ զենք չենք կարող վաճառենք։ Ինչի՞, որովհետև իրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա ինչա տեղի ունեցել 2022 թվականին եւ ինչու է զենքի շուկան 2022 թվականից սկսել բացվել 2024 թվականին ընդհանրապես բացվել է առանց որևէ սահմանափակումների։ Երկու բան է տեղի ունեցել։ Առաջին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նախագահ Մակրոնի եւ նախագահ Միշելի օգնությամբ, աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Արձանագրելով, որ Հայաստանը ճանաչում է, որ խորհրդային Հայաստանը ճշգրիտ համապատասխանում է անկախ Հայաստանին, խորհրդային Ադրբեջանը ճշգրիտ համապատասխանում է անկախ Ադրբեջանին։ Դրանից հետո միջազգային շուկան զենքի ասելա, մենք խնդիր չունենք, մենք տեսանք, որ դուք քայլ արեցիք, մենք կսկսենք ձեզ զենք վաճառել։ Իսկ 2024 թվականից հետո, երբ որ սահմանազատումը այդ կիրառվեց եւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ եւ ներողություն սահմանազատման հանձնաժողովների գործունեության համատեղ կանոնակարգը ստորագրվեց եւ վավերացվեց եւ Ալմա-Աթայի հռչակագիրը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ստացավ դե յուրե պարտադիր իրավական ուժ, այդ հարցը ընդհանրապես փակվեց։ Եվ տեղի ունեցավ զենքի վաճառքեն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք եւ չենք շարունակելու։ Դրանից հետո զենքի շուկաները մեզ համար բացվեցին, որովհետեւ հիմա մենք մի վիճակում ենք, ոչ ոք մեզ չի կարող ասի, ինչ եք դուք ուզում ձեր երկիրը պաշտպանեք։ Ոչ մեկ չի կարող ասի, որովհետեւ այս պատկերը բոլորին ազդակա, որ մեր խնդիրը մեր երկրի տարածքային ամբողջականություն եւ մեր անվտանգությունը ապահովված է։ Եվ մենք այսօր չենք ցուցադրել, մենք այսօր արդեն գործող պայմանագիր ունենք։ Մենք Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը որ եկավ, մենք այնտեղ ցույց տվեցինք այն անօթաչու թրթող սարքերը, որոնք մենք Միացյալ Նահանգներից պայմանագիր կնքեցինք, ձեռք բերեցինք։ Բայց մենք զորահանդեսում դա ցույց չտվեցինք, որովհետև իր մատակարարումը դեռևս տեղի չի ունեցել։ Այսինքն ես ինչ եմ ասում, մենք այսօր ընդհանուր Միացյալ Նահանգների հետ զենքի առևտուր անելու հնարավորություն ունենք։ Մեծ Բրիտանիան այդ ամսի 8-ից հետո 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո վերացրեց սահմանափակումը Հայաստանին զենք վաճառելու։ Եվ դա միայն մի պատճառով, որ մենք խաղաղության հասանք, մենք ասցինք Ղարաբաղի շարժումը չեք շարունակելու։